Հեղի Սամուել և մենք Այսօրվա խորհրդածությունը ևս կախված է Վաղենակ Վարդապետ Մելոյանի «Ես եմ ճամփան, ճշմարտությունը և կյանքը» գիրքեն։ Հեղի քահանան թեև աստվածադուր իր քահանայական գոչումը բծախնդրությամբ կներ, բայց իր սխալը կգայանար անոր մեջ, որ անչեր խանդիմաներ իր երկու որդիները, Ողբնի և Պենեհես քահանաները, իրենց ապրած անօրեն կյանքին համար։ Հեղի քահանան սկսած էր դարիք առնել և իր աչքերունալ դեսողությունը սկսած էր դգարանալ։ Աստված ուզեց ընտրել մեկը, որ կարենա իր պատգամախոսը դառնալ։ Անչեր կրնար ընտրել Ողբնին կամ Պենեհեսը, որովհետև անոնք անօրեն մարդիկ էին, ուստի Աստուծո ընտրությունը գեթունացավ Սամուելի վրա։ Եվ գիշերովը, երբ Սամուել տաճարի մեջ կքնանար, ուր Աստուծո դաբանակը գար, Աստված կանչեց ձայն 3 անգամ, և 3 անգամներուն ալ Սամուել կարծելով, որ հեղին էր զինկանչողը, քովը քնած և հարցուց թե ինչ կուզեր։ Հեղի գիտավ, որ դերն էր Սամուելը կանչողը, ուստի անոր պատվիրեց, որ եթե դերը անգամ ևս զինկանչեր, թող անոր ասեր, ով դեր խոսե, քանզի քու ծառատ մտիկ կնե։ Ուշագրավ երևույթը այս բոլորի մեջ այն է, որ փոխանակ հեղի քահանան խոսելու պատանեց Սամուելին, Սամուելը ինք խոսեցավ հեղի քահանային, եւ խոսեցավ, որովհետեւ Աստված ինք Սամուելին էր, որ խոսեցավ եւ ոչ թե հեղիին, եւ վստահաբար բավական ժամանակի մի վեր Աստված չէր խոսած հեղիին։ Այստեղ հանդես կուկա հեղիի նկարագրային գիծերը մեկը, որ որոշ չափով մը կբարձե անոր վեհանցնությունը։ Աստված դադրած էր հեղիին խոսել է։ Հակառակ անոր, երբ հեղի լսեց, որ Աստված սկսավ խոսել Սամուելին, ոչ միայն չնախանցեցավ եւ ոչ ալ միայն չփորձեց Սամուելը տաճարեն հեռացնել, այն հակառակը փորձեց օգնել իրեն Աստուծո հետ իր հարաբերության մեջ։ Հեղի պատվիրեց Սամուելին, որ եթե Աստված անգամ մնալ խոսի, ասել իրեն, ով դեր խոսե, քանզի քու ծառատ մտիկ կնե։ Բահ մը գաբենք այս ճշմարտությունը մեր այսօրվա կյանքին։ Այսօր եկեղեցու կյանքին մեջ կան փոքրիկ Սամուելներ, բայց հեղիներ չկան կամ կրեթե չկան։ Եթե կան, պատիվ անոնց։ Կան Սամուելներ, որոնց կխոսի Աստված, որոնք կլսեն Աստուծո ձայնը եւ կառնեն երկնային պատգամները, բայց ուր են հեղիները։ Ուր են այն մեծերը, որոնք նեցուկ պետք է կանգնեն ներկա ժամանակի Սամուելներուն։ Ուր են անոնք, որոնք երբ տեսնեն անհատը, կփորձե հավատարմությամբ Քրիստոսի հետևիլ, կաչարել եւ զորավիկ կանգնին անոր։ Հեղի քահանան չհողորդաց եւ չսավ թե ինք ավակ քահանա մնե եւ թե իր իրավունքն է ստանալ աստվածային պատգամները։ Աստված իր պատգամը գուտա, որը որ գուզե։ Աստուծո պատգամը ստանալը գախում չունի մեր ունեցած գարքեն, դարիքեն, հանգամանքեն կամ փորձառութենեն, այլ գախում ունի Աստուծո նկատմամբ մեր ունեցած հավատարմութենեն, մեր հավատքեն, Հիսուսի հանդեպ մեր ունեցած սերեն ու կապվածութենեն։ Թյուրինչե հեղի մը ըլլալ։ Հեղի գտեսներ, որ Սամուել զինք պիտի կերազանցեր, ան չփորձեց Սամուելը հեռացնել ճշմարտութենեն, չփորձեց խապալել անոնց թիմած Աստուծո ձայնը լսելու ճամփան։ Եթե այսօրվան հեղիները, այսինքն թիրքով, հանգամանքով կամ դարիքով մեծ եղողները, տեսնեն, որ գարկ մանցեր հարաճ կերտան իրենց հավատքի քնածքի մեջ, հարաճ կերտան ուսումնական կետնի վրա, կրնան չնախանցիլ անոնց, կրնան իրենց խաղաղությունը եւ հանգիստը չգործընծնել անոնց պատճառով եւ մանավանդ կրնան զորակցություն հայտնել անոնց։ Նայեցեք հեղիին, դիտեցեք անոր վերաբերմունքը, ան եթե ուզեր խափանել Սամուելին, կրնար խապել։ Եթե ուզեր ալկելկել տնել անոն թիմած, կրնար տնել, բայց ան լավ գիտեր, որ եթե նման քայլ մառներ, հաջողություն պիտի չգտներ։ Այսօրան հեղիները կանտատարնան արդյոք, որ զուր է Աստուծո զավակներուն թիմած արկելքներ շարելու ամեն ճանք։ Աստված արկելքներ խափանող Աստված է։ Արաբոդուն հեղի կանչել տվավ Սամուելը եւ հարցուց անոր, թե Աստված ինչ ըսավ իրեն։ Անուզեց գիտնալ ճշմարտությունը բադանի Սամուելի բեռնեն եւ գիտավ ան նվաստություն չհամարեց ճշմարտությունը լսել իր մե ավելի փոքրիկ բեռնեն։ Ուր են այսօրվա հեղիները, որոնք խոնարհություն ու վեհանցությունը ունենան ներկա Սամուելերուն հարցնելու ճշմարտության վերաբերյալ։ Ուր են անոնք, որոնք նվաստություն ու անարգանք չեն համարել ճշմարտությունը լսել իրենց մե ավելի փոքրերուն, նվազ փորձառուներուն եւ համեստ գարքի պատկանոներու բեռնեն։ Ճշմարտությունը լսելը քաջություն գուզե։ Հեղի գիտեր, որ Աստված բարգացած էր իր մե իր որդիներուն նկատմամբ իր ցուցաբերած ամփույթ եւ թույլատու վերաբերմունքին պատճառով։
անկիդեր, որ Աստված սպառնացած էր զինք պատճել։ Հակառակ ասոր ան չվախցավ Սամուելին հարցնելու, թե Աստված ինչ ըսավ իրեն։ Երբ Սամուել Հեղիին պատմեց Աստուծո կողմէ իր վրա գալիք հարվածի մասին, Հեղի չբարգացավ, այլ ըսավ, անիկա դերն է իր աչքերուն հաջո երևցածը թողնե։ Հաջորդին պիտի անդրադառնանք Անոթիեի եւ Զիս կերակրեցիկ նյութի մասին, Փառք Հորը, Որդին եւ Սուրբ Հոգին, Հավիտյանե միջև Հավիտյան, ամեն։